Աստվածաշնչյան հայտնություններ Զոյա Ասլանյան կամ Զոյա Ղարիբյան նվիրված սիրտը Օրերից մի օր մի երիտասարդ զբոսնում էր միայնակ հանկարծ հանդիպելով մի սիրուն աղջկա սիրահարվում է ապա ամուսնանում են տղան ավելի շատ էր սիրում աղջկան Ամեն ինչ անում էր, որ աղջիկն իրեն լավ և երջանիկ զգար կյանքում։ Պատահեց այնպես, որ ջահել ամուսինները մեծ նեղության մեջ ընկան։ Աղքատությունը թակեց նրանց դուռը։ Ամուսինը գիշեր և ցերեկ աշխատում էր, որպեսզի կինը ոչ մի բանի կարիք չունենար։ Շատ օրեր անց գողերը մտան նրանց տունը և տարան ամեն ինչ, որ ունեին։ Ամուսինն իր ամբողջ ուժը ներդրել էր աշխատանքի մեջ, որպեսզի կարողանար լավ պահել կնոջը։ Չնայած մեծ նեղության մեջ ապրելուն, նա անում էր ամեն ինչ։ Նույնիսկ կնոջ ծննդյան և տոնական օրերին նրան թանկագին նվերներ ու ծաղիկներ էր նվիրում, որպեսզի կինը իրենց աղքատության մեջ իրեն վատ չզգար կամ չտխրեր։ Մի որոշ ժամանակ անց կինը հիվանդացավ։ Բժշկական ստուգումներից պարզվեց, որ սրտի անբուժելի հիվանդությամբ է տառապում։ Բժիշկներն ասացին ամուսնուն, որ կինը երկար չի ապրի, եթե ինչ-որ մեկի սիրտը նրան չվիրահատեն։ Ամուսինը գիշեր-ցերեկ տանջվում էր, մտածելով անընդհատ կնոջ մահվան մասին, քանի որ բժիշկների սպասումները նոր սիրտ գտնելուն չէին իրականանում։ Հասավ կնոջ մահանալու ժամանակը։ Զատկի տոնի օրերն էին։ Ամուսինը մտավ կնոջ հիվանդասենյակը և տեսավ նրան հուսահատ և շատ տխուր հայացքով։ Սկսեց կնոջ հետ մխիթարական խոսքեր խոսել և հույս տալ, բայց կինը չէր ուզում մխիթարվել, քանի որ գիտեր, որ ինքը շուտով մահանալու է։ Նա շատ վախեցած էր ու դառնագին լաց էր լինում։ Դուրս գալուց առաջ ամուսինը կնոջը խոստացավ, որ ամեն ինչ լավ կլինի։ Մտնելով բժշկի սենյակը, խնդրեց խոսել նրա հետ։ Կնոջից թաքուն ամուսինը բժիշկներին ասաց, որ ինքը որոշել է, որ իր սիրտը կամավոր տա փոխվիրահատման համար, և դա իր հոժար կամքն է։ Դրանից հետո մի վերջին անգամ մտավ կնոջ սենյակը, ասելու բարի լուրը, թե գտնվել է համապատասխան փոխարինող սիրտ։ Այդ նորությունը կնոջ համար շատ մեծ ուրախություն էր։ Երկուսով գրկախառնված լաց էին լինում և ուրախանում։ Հրաժեշտից առաջ ամուսինը վերջին անգամ համբուրեց կնոջը և խոստացավ, որ ամեն ինչ լավ կլինի։ Վիրահատությունից հետո կինը սկսեց կամաց ապաքինվել։ Բոլոր բարեկամները և հարազատները հերթով գալիս էին այցելության, բացի ամուսնուց։ Կինը հարցնում էր ամուսնու մասին, սակայն բժիշկները որոշել էին, որ կասեն որոշ ժամանակ անց։ Իսկ մինչ այդ պատճառաբանում էին, թե ամուսինը գործով հեռու տեղ է գնացել։ Որոշ ժամանակ անց կինը սկսեց իրեն լավ զգալ, և բժիշկները նրան հայտնեցին, որ իր ամուսինը միշտ իր հետ է։ Սկզբում նա ոչինչ չհասկացավ։ Հետո կնոջը պատմեցին, որ ամուսինը ցանկացել է իր սիրտը տալ կնոջը վիրահատության համար։ Դա այդ կնոջ ամուսնական կյանքի ամենադառը օրն էր։ Իր ամբողջ ամուսնական անցյալի հիշողությունները հառնեցին նրա առջև։ Ինչեր էր արել ամուսնության ամբողջ ընթացքում իր ամուսինն իր համար, իսկ ինքը նույնիսկ նրա ծննդյան օրը մի փոքրիկ նվեր չէր տվել։ Միայն հիշում էր, որ ամուսնական մատանին էր տվել, և այն էլ շատ էժանագին, չնայած որ թանկի համար փող ուներ։ Հետո հիշեց, թե ինքը ինչքան հնարավորություններ է բաց թողել ամուսնուն ուրախացնելու և երջանիկ օրեր պարգևելու համար, իսկ ամուսինը իր կյանքն է տվել կնոջը, որ նա ապրի։ Առաջին անգամ էր, որ կինը զգաց իր սխալը
իր անձնասիրությունը, մեծ դառնություն զգաց իր սրտում և շատ ծանր զղջում ապրեց։ Այդ նույն գիշերը կինը երազում տեսավ ամուսնուն, որն ասաց, որ ներել է իրեն ու մխիթարում էր կնոջը, որ անցյալի մասին չմտածի։ Առավոտյան արթնանալով կինը մխիթարված այդ երազից որոշեց իր մնացած կյանքն ապրել ամուսնու նման, սկսեց օգնել աղքատներին, հասնել օգնության կարիքավորներին ու հիվանդներին, կերակրել սովածներին և անտուններին։ Կինն արդեն շատ էր փոխվել, դարձել էր ինչպես իր ամուսինը, չէ որ իր կրծքի տակ արդեն նրա սիրտն էր գործում, օգտագործելով կնոջ մարմինը և ազատելով նրան թե այս մահից, թե դժոխքի կրակից։ Ամուսինը համբերատար սպասում էր կնոջ վերադարձին դրախտում, դեպի հավիտենականություն։ Այդ ամուսինը Հիսուսն է, իսկ կինը ամբողջ մարդկությունը։ Գրված է. ձեզ համար նախանձախնդիր եմ Աստծո նախանձախնդրությամբ, որովհետև ձեզ նշանեցի մի մարդու, որպես անբիծ կույս Քրիստոսին ներկայացնելու համար։ 2 Կորնթացիներ 11։ Մարդկության մեծ մասը այդպես է վարվում իր փրկչի հետ։ Չնայած որ նա իր կյանքը և մարմինը և բոլոր մարմնի մասերը մեր փրկության և բժշկության համար է տվել։ Ավետարանում գրված է Մատթեոս 8:17, որպեսզի կատարվի Եսայիա մարգարեի բերանով ասված խոսքը. նա մեր հիվանդությունները իր վրա վերցրեց և մեր ցավերը կրեց։ Քանի որ Քրիստոսն էլ ձեզ համար մեռավ և ձեզ օրինակ թողեց, որ իր հետքերով գնաք, նա որ մեղք չգործեց և նրա բերանում նենգություն չգտնվեցավ, նա որ նախատվելով փոխարենը չնախատեց, չարչարվելով չսպառնաց, այլ հանձնվեց արդարությամբ դատողին, նա որ մեր մեղքեր իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա, որպեսզի մենք զերծ լինենք մեղքից և ապրենք արդարության համար, նա որի վերքերով բժշկվեցինք։ Աստված օգնի ամեն մի կարդացողի, ով դեռ Հիսուսի արածը չի հասկացել, ինչպես այս պատմության հերոսը։ Կարդա և կհասկանաս և ընդունի Հիսուսի առաջարկած փրկությունը։ Աստված օրհնի ամենքիդ։ Ամեն։